Հիմա ինչ զենք ուզում ես արտադրի վրեն գրի հայկական մենակ թե չպայթի այդ զենքը ես մի 30 հոգի առնող գիտեմ անունի խաթր։ Միավոր հայ շատ լավն է, ինքը առանց իմանալու նետվում է պիտանի լինելու, հրաձգարաններն էլ են պետք զենքի մշակույթն է, հեր ու որդի որսի գնալն է։ Բանակը ճիշտ կանի ընդունի զենքը, եթե դա AK-12-ից լավ լինի։ Իսկ AK-12-ից լավ զենք դու տղեկով չես կարող արտադրես։ Օրինակ կռվին մեզ արագ PK տալիս են, բայց մարզվելու շանս դրանով չունենք։ Կարճ ժամանակ հետո միջին հայը, միջին հարևան թշնամուց այնքան հրաձգային որակներով բարձր կլինի։ Ողջույն, եթերում Զորաց զրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ։ Ես Ավետիք Նեմքերոպյան։ Եվ այսօր մեր հյուրը, մեր զրուցակիցը Իշխան Նագևորքյան։ Եվ ոչ միայն մեր զրուցակիցն է, նաև մեր զինակիցն է։ Մեր զինակիցն է, մեր ընկերն է, մեր մարտական ընկերն է ու Իշխանը Գևորքյան հայտնի է որպես ազատազեն հասարակական կազմակերպության մարզակրթական, այո, հիմնադիր, մարզակրթական Համահիմնադիր։ Ախր դու այդ շարժման ակունքներում Համահիմնադիր։ Դա իմ օբյեկտը չի եղել, դա մերն է։ Այո, խի ես տենց ասում։ 4 Եվ տարի միջև հիմա էլ ոչ մեկին չի, չէ։ Չի լինելու, Այո, չի լինելու։ Եվ առաջին հարցը AK-47 թե R15։ Լուրջ ես ասում։ Իրականում ինչով է զբաղվում ազատազենը, ինքը զբաղվում է զենքի մշակույթի տարածումով ու այս կազմակերպության շրջանակում նոր մենք հասկացանք ինչա R-ը, ինչա AK-ն, ինչա Victrix-ը, ինչա դիպուկահարը ու հասկացանք ինչի համար է այդ ամեն ինչը, հա։ Հիմա 4 տարի լրացավ։ Երեք չարաշորներ ծնունդը, մեջ ծնունդներ։ Հիմա շատ է խոսում զենքի մշակույթի մասին, բայց էլի վերաբերմունքը շատ հակասական է էլի այդ ամենին։ Առաջին հարցը այնա թե ինչներս է պետք։ Քանի որ մենք ասում նախ ասեմ բարև ձեզ, այն ինչ ասում են, ճիշտ էին ասում։ Քանի որ մենք ապրում ենք Հայաստանում ու ստատիստիկան ցույց է տվել, որ պարբերաբար այդ զենքը կիրառելու գործաբացվում, ինչքան էլ ինչ խոսան դեռ երկար ժամկետային պարտադիր ծառայություն է լինելու ու էլի sense լիքը կետեր, անկախ մեր կամքից կամ ցանկանալով մենք զենքի հետ պետք է առնչվենք։ Ինչքան ավելի նորմալ լինի մեր շփումը նրա հետ, այնքան լավ, բարձ տրամաբանություն է։ Ազատազենի բացելու միտքը եկել է, երբ որ պատերազմից իրար հետ վերադարձել ենք ու տեսել ենք 20 թվականի, այնտեղ տեսել ենք մեր բացերը։ Մենք իրար հետ ենք տեսել այդ բացերը։ Ասենք շատ պստո մակարդակի էր մեր գիտելիքները, ընդ որում մենք է համարվում ենք սովորականից ինչ-որ լավ մի Դե բայց ոչ միայն գիտելիքը, այլ նաև պետք է ասել, որ լիքը կամավոր էր գնացել պատերազմ, որը զենք երկար ժամանակը չէր տեսել, եթե ընդհանրապես տեսել էր, էլ չենք ասում դրանից անվտանգ օգտվելու կանոնները, ճիշտ խնամելը, ճիշտ իրեն պահելը զենքի հետ միասին եւ իր ընկերներին ճիշտ պահելը զենքի հետ միասին, էլ չեմ ասում պատերազմ եւ պատերազմի կանոնների հետ ապրելը։ Դա կարևոր նշում կա, որ պարբերաբար փորձում են մեր տեսակը կամ ազգը նսեմացնել, հենց այդ 20 թվականի կամավորների քանակը օրինակա թե մենք ինչ լավն ենք որպես հանրություն կամ ասենք sense խոսքով ասած մատերիալ հումք միավոր հայ շատ լավն է ինքը առանց իմանալու նետվում է պիտանի լինելու այդ դրա շարունակությունը լրիվ ուրիշ գործ է իմացած գնահատականներով եւ ընդհանրապես թվերով ավելի շատ կամավոր է գնացել պատերազմը քան կազմակերպված կազմակերպված համալրումը ավելի քիչ է եղել, քան կամավորականներով համալրումը։ Բայց Իշխան ջան, նայ, հիմա մի հատ ուրիշ խնդիր էլ կա, տարվում է գիծ տարբեր շրջանակների կողմից, հա, որ ըստ էության անհատից բան կախված չի, վերևները սաղ որոշել են, էս։ Երբ որ իջնում է այս մակարդակում այդ զենք գնել, զենքից սովորել եւ այլն, մարդ ասում է, սենց այնց, եթե ինչ որ բան վերևից որոշվեց, այդ իմ զենքը ոչ մի չի որոշել։ Վերևի որոշողները նույնպես անհատներ են կամ անհատների բազմություն է ու իրանք ինչ-որ ճակատագրով են եկել հասել այդ կետին։ Միշտ չի որ այնտեղ մնալու են, էլի։ Հաստատ չեն մնալու, բայց
Եթե այդ անհատները իրենց կյանքի ճանապարհում շանս ունենային իրենց հոր հետ օրինակ այցելելու հրաձգարան կամ որսի գնալու, այն կետում որտեղ կհայտնվեին, իրենց որոշումները մի քիչ տարբեր կլինեին։ Հիմա ազատազենում մարզվողները դու տեսնում ես իրենց քանակը։ Իրանք մեծանալու են, այդ վերևի, ներքևի ու մեջտեղի անհատներից են դառնալու, որոնք զենքից չեն վախենալու, փորձ են ունենալու, որոնք երբ որ որոշեն կամավոր մի բան անել, ձեռը բացա լինելու ու այն ինչ հիմա որոշվում է մեր ընդհանուր երկրի համար, էլի տենց ճակատագրերի լարերը եկե մի կետ են հասել։ Վերջը պետք է մի բան հասկանանք, որ տարբեր զենքի հետ վարվեցողության ժամանակ վարվելիս, զենքը ունենալիս, ինչ որ պահի մարդը կայացնում է հստակ որոշում, ձգանը քաշել։ Այդ հստակ որոշում կայացնելու հատկությունը վերջ-վերջո շատ կարևոր հատկություն է ընդհանրապես եւ կյանքում եւ եթե մտնենք կառավարման համակարգերի մեջ, կառավարման մարմինների մեջ, նույնպես այդ հստակ որոշում կայացնելը պետք եղած ժամանակ դա շատ կարևոր հատկություն է եւ զենքի մշակույթի միջոցով հենց այդպիսի հատկություններ էլ կրթում է մարդու մեջ։ Լավ մի տվես, բայց ավետը ոնց որ որոշելու գործիքա ձգան է էլի։ Իհարկե հստակ որոշելու, բարդ ու լուրջ որոշումներ կարան լինեն։ Այ, օրինակ հենց էս էլի անցնող օրերին ցավոք սրտի լուրեր տարածվեցին ու մորորս է գիտենք, որ առաջնագծում էլի կրակում են ու թիրախային կրակում։ Դենաշ ինչի են կրակ։ Գյուղերի վրա։ Բայց էլի այդ խնդիրը կա, որ օրինակ գյուղերում իբր պետք է ստեղծվեր աշխարհազոր, չէ, հիմա տարածքային ապառոնա եւ այլն։ Աշխարհազորը դարավ տեղային պաշտպանություն, տարածքային պաշտպանություն, տեղային պաշտպանություն, օրենքի տեսանկյունից դրանք տարբեր բաներ են, բայց այ խոսում ենք գյուղերի մասին, հա, բայց ավելի վտանգված է իրականում քաղաքային բնակչությունը։ Գյուղում լիքը փախնելու տեղ կա, գյուղում լիքը պահմտելու տեղ կա, բայց երբ որ հերթը հասավ քաղաքային բնակչությանը, շատ ավելի վատ է լինելու իմ կարծիքով։ Նայ, խնդիրը որն է, գյուղաբնակը ասում է նախ ես փախնելու հնարավորություն չունեմ, ճանապարհը իրենց թիրախի տակ է, ուղիղ։ Երկրորդը, հա, որոշ մարդկանց ձեռը կազենք, իմ տունն էլ կա, բայց մենք իրար հետ համակարգված չենք, այսինքն ես նույնիսկ վախենում եմ, որ կարող է հարևանս այդ խառը խորը պահին, երբ որ օրինակ ճեղքում լինի, կարող է ինձ վրա կրակի։ Պրոստը չիմանալով։ Կռվի ժամանակել է այնպես է եղել, որ մենք իրար վրա կրակել ենք։ Հա, որովհետև համակարգվածություն չկա, ասում եմ, դու սես գալի գյուղ, ասում ես տղեկ, մի հատ եկեք հասկանանք ինչ ենք օրինակ անելու, եթե մի բան սկսեց։ Բայց դա այնքան զենքի քաղաքացիական զենքի մշակույթի հետ կապ չունի, ինչքան ընդհանուր առմամբ կառավարման, այդ ուժերի կազմակերպման, ինքնակազմակերպման, բայց դրա հետ միասին պետք է ասել, որ երբ որ դու զենքը ունես, որոշակի վարքագծային կանոններ են քո մոտ արմատանում, որը ի վերջո բերում է նրա, որ այդ զենք ունեցող մարդը նաև պատասխանատվությունը ինչ որ պաստանձնում այդ չկազմակերպվածներին կազմակերպելու, հիմա օրինակ մարդիկ զենքը քաղաքացիական զենքը ձեռն են վերցրել, ասում մարդիկ, բայց ես դու ենք, էլի։ Քաղաքացիական զենքը վերցրել են ու ինքնակազմակերպեցինք սկզբից, հետո սկսեցինք կազմակերպել։ Կարծեմ սինիկում էլ կար, չէ՞, ծրագիր բան բացել։ Սկզբից հենց մենք սկսում ենք գյուղը քաղաքից զանազանել, բան, այդ եղելի գալիս է հոտ, որ մի բան էլ ենք կորցնելու։ Մենք այնքան փոքր ենք, որ սահմանաբաներ չխոսանք էլի, հետի մենք շատ մարդիկ չեն հասկանում հանրապետության հրապարակը սահմանից ինչքան է։ Երկրորդ դա ընդամենը 21 կիլոմետր է։ Ազատազենը, քանի որ մեր մոտ միջինից լավ է ստացվել, շատերը այդ թվում մեր ընկերները հետը մեծ հույսեր են կապում, ինչ որ ամբողջ երկիրը պաշտպանելու բան, այդ մտքերը մենք որպես անհատներ կարանք ունենանք, բայց ազատազենը որպես գործիք, զենքի մշակույթը տարածելու գործիքն է։ Այսինքն Իրանից ակնկալել ավելի մեծ բաներ ես իմ կուսակցական ուղղությամբ կամ բանակը փոխարինելու ուղղությամբ պետք չի, ավելին վնասում է։ Մենք հիմա օրինակ ունենք 10 երիտասարդների համար, ովքեր մարզվելու են բանակից առաջ, բայց գնալու են բանակ։ Այսինքն ինչ որ կտորը սահմանի մեջ չենք վերցնելու բան, դա գործիքն է հոգին փոխելու, վարակելու, որ հետո լավ լինի։ Իսկ այն մյուս հարցերը, մեծ հարցեր են, որ էլի մենք որպես 3 ընկերներ մարտական կարող ենք քննարկել։ Բայց այս գործիքից այդ հույսը հենց կապում ենք, համ գործիքին ենք վնասում, համ մեզ, համ ժողովրդին։ Այո։ Բայց մի մոմենտ
թիմը չէր կպել նույն բանին, այդ Շամշադինի կողմը հրաձգարան ու Չէ, դե հիմա տես եկել էին բարապում էին։ Վանաձորում կա, Գորիսում կա, հա, Գորիսում չէ, Վայքում կա, Գորիսում ուրիշ հրաձգարան։ Գորիսում ուրիշ հրաձգարան, քաղաքացիական հրաձգարան էլի, ազատազեն չի, բայց էլի մեր ընկերներն են, էլի կազմակերպիչները, բայց դա ընդհանրապես գալիս է վկայել մի բան, որ սա ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև բաղձալի, ցանկալի է, այսինքն ժողովուրդը վաղուց ուզում էր այսպիսի բան լինի, այն երկու ապտակը, որ մենք կերանք 2016 եւ 2020 թվականներին, մեզ վերջի երևի թե վերջնականապես արթնացրեց, հասկացրեց, որ մենք չունենք հույսներս դնելու այլոց վրա, բացի մեզնից, հա, Բայց կա այդ Մի հատ ավելի հողեղեն դաշտ կամ էլի, որ ասում է ով էլ հայրենասեր էր համարում, բան մի հատ պաուզա տա իրան, նայեք Հեսա գաղտնիք եմ բացահայտելու, փորձում եմ մի հատ հաղորդում սարքել, կոչվում է աշխարհի զինված հայերը, Սփյուռքի մեր ընկերները, ովքեր այնտեղի քաղաքացի են ու զենք ունեն, հետները ուղակի քոլ են կանում։ Հա Դեմիլզերյանի հետ ենք խոլում Ու նենանում։ ինքը իր այդ դեռ ընկեր չենք, բայց Ամերիկայից ընկեր կա, որը բավականին մշակույթը կարող է ու իրենք պատմում են իրենց ապրած երկրի մշակույթի մասին։ Խնդիրը որ մենք պատերազմի հետ ենք միայն զենքը կապում։ Հայաստանում եթե ինչ որ հրաշքով 100 տարի է պատերազմ չլինի, միևնույն է այդ հրաձգարաններն էլ են պետք զենքի մշակույթն է, հեր ու որդի որսի գնալն է կամ մամա ու աղջիկ սերը չտարբերելու համար։ Այդ տեղից սկսած պետք է էսի 94-ից սկսեր, ոչ թե 16-ի ապտակից, 20-ի ապտակից։ Բանից, մթաներից էր պետք։ Ավելին ասեմ, ժամանակը լավը սկսած էր, հետո մի կետից կտրվել է։ Իհարկե։ Պետք է գանք այն փիլիսոփայության, անկախ կռվից, անկախ Ադրբեջանի լինելուց, չլինելուց, այս ամենը պետք է, թե չէ կարող է մի հատ վիրուս լինի, հակաադրբեջանական վերանանք, մեր կառույցները փակվեն իմաստը կորի։ Հայը պետք է զենքին տիրապետի անկախ ամեն ինչից ու այդ հաղորդումով ցույց եմ տալու ոնց են պատերազմից շատ հեռու շատ ապահով ազգեր երջանիկ իրանց կանոններով ապրում լուրջ հետաքրքիր խորը մշակույթներ ունեն միտե օրենքը սենց է միտե օրենքը նենց է լսել եմ շատ զարգացել եմ ես ինքս ասենք վաղը մենք եթե օրենք ստեղ փոխելու լինենք այդ հաղորդումները ինձ օգնած են ելնելու Բայց դες ասում եք պատերազմից շատ հեռու, բայց այսօր աշխարհը քաղաքական եւ ընդհանրապես աշխարհում իրավիճակը այնպես է, որ պատերազմը եկել բոլորին հասել է։ Ես գիտեմ, որ օրինակ եվրոպական շատ երկրներում դες պարտադիր ծառայությունը զորակոչը ուզում են հետ վերականգնեն, հա, Լեհաստանում մցրել են ռազմական պատրաստության դասեր պարտադիր դպրոցներում։ Ֆինլանդիան հետաքրքիր որոշում կայացրել, որ 300 հատ բանը պետությունը պետք է հրաձգարան կառուցի, որտեղ ասում է պահանջարկը մեծացել է, ժողովուրդը ուզում է ավելի շատ։ Ֆինլանդիան այդ մասով միշտ երևի ամենաառաջամարտիկն է եղել այդ մասով, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբ որ 20000 զինված ուժերի պայման կար իրենց վրա դրած, իրենք այդ 20000-ի փոխարեն 1.5 միլիոն սարքեցին, դերի ուրիշ տարբերակով, այսինքն որսորդությունը, դիալոգը եւ այլն։ Միջին վիճակագրական հայաստանցին ասում է, ախպեր տվեք ինձ ֆին, ես եւս կուզեմ այդ զենքի մշակույթը տարածվի, բայց սա Հայաստանն է, հայրը անկարգապահ են, օրինազանց են, նախարարը հայտարարեց, որ դա բանա լեգենդա, որ իրականում ապօրինի զենքով են հանցագործություններ կատարվում, հա, Դե դա պարզվեց, որ լրիվ չհիմնավորված էր։ Այսինքն կա մեկը այդ կաղապարված մոտեցումը, որ զենքը այդ պարտադիր կրիմինալի տանող մի բան է։ Առավել եւս պիստոլետավորներ շատ կան մեր մեջ, ովքեր էլի դրա շուրջ էլ մեծ աղմուկ բարձրացավ, ես գիտեմ, որ իշխանը ինքը նույնպես արտահայտվեց բացահայտ կերպով, հենց այդ այսպես չակերտավոր օրինավոր ատրճանա, օրինական ատրճանակներ, ես ինքս էլ ասենք որպես պատերազմի մասնակից լավ էլ իմացել եմ, թե ինչպես կարելի է այդ նույն $500 չէ, դա ցանկ էր լավ Կամ քոնը լավ ուժեղ կանալ է եղել։ Իմը ես ուզենայի ձրիել կլիներ, բայց պետք է հասկանանք մի բան, հա, այն ինչ որ չի հիմնավորվում իրական օրենքով եւ անհրաժեշտությամբ, հա, դա մի տեսակ ինքը ինչքան էլ թուղթը տեղ լինի, այնքան էլի մեկը անօրինական է դառնում։ Պիստոլետավորներին բաց թողենք ասում է, բա իսկ
այդ ինչ հետաքրքիր է դու ում հետ ես շփվում, որ հա քննարկում են, որ զենքը վատ է բան, որովհետև իմ շրջապատում համարյա իրանցից չի մնացել, իմ շրջապատը բաղկացած է երկպես մարդկանցից։ Փոչիկի մեջ ես, դու պետք է սովորական Թե չէ դու մեր փոչիկից ես, հա։ Չէ, դու պետք է իջնես փողոց։ Հա քաղաքացի ստատիստիկայով կարելի է նայել, այն հարաբերությունները մեր հետ որ եղան ու այդ փուլերում նայեք զենքով աննորմալությունով արել։ Ոչ մեկ։ Չէ՞։ Այն կատաստրոֆաները, որ մեր ազգը տեսել է, մեր շրջապատից մեկը չկա, որ զենքով հանցագործություն արել, այս ամենը չտենալուց։ Մենք շատ պուպուշ ազգ ենք, շատ Եվ 18 թվականին, եւ 20 թվականի նոյեմբերին, եւ 22-ին, եւ 23-ին, եւ 24-ին փողոցային հրաձգություն, բան ինչ-որ sense բաներ, հա, ես չեմ հիշում։ Sense Չին անգամ 15 թվին եմ հիշում։ Շարժումների ժամանակ, այո, ոչ մի այդպիսի դեպք, որ Վերնիսաժի մոտ հիշում ես պիստոլը։ Հանցավորությունն է, որ ուշադիր նայեք 30 տարվա մեջ, սենց շատ համահանած բաներ արել են մենակ նրանք, ովքեր օրվա իշխանության հետ լարերով կապված են ու իրանց համար մարսելի է եղել այդ։ Ասենք խփել են, ես ինքն շուտ դուսենեք է, այդ նույն վերնիսաժի էպիզոդն էլ շատ հետաքրքիր վերջ ունեցել։ Այն, այսինքն եթե դաղալությունը հանենք, շատ պուպուշ ազգ ենք մենք։ Մի քանի դաղալներ, որոնք գիտեն, որ կմարսեն, օգտվել են ճակերտավոր այդ զենքով հարցեր լուծելու հնարավորությունից։ Դե ի վերջո զենքով ոչ մի հարց չի լուծվել, պետք է հասկանանք, հա։ Հետո այս քաղաքացիական զենքի մշակույթը իրականում ինքը ոչ թե ապօրինության կամ անօրինականության է դրդում, այլ հակառակը օրինականության եւ պատասխանատվության, որովհետեւ այդ զենքը դու տանում ես տուն։ Այդ զենքը դու չես պահում ինչ որ մեկին նկուղում, որ հետո ինչ որ հանցագործություն ես։ Այդ զենքը տանում ես տուն, հերիք չի տանում ես տուն, պարտավոր ես տանատել ունենալ այդ զենքը։ Այսինքն քեզ որ եկան ստուգելու, գալու են ստուգեն, տեսնեն քո չերկիզվող պահարանում հենց այդ զենքն է դրած, թե այդ զենքը ինչ որ ուրիշ տեղ է։ Չնայած իրականում իրավապահները լավ էլ էս ամեն ինչի հետ համաձայն են։ Այն նորմալ աշխատած իրավապահ հետ խոսում ես։ Ինքն էլ է խոստովանում, որ նախ դե եղբայր այս պատերազմից հետո ցավոք սրտի դծվել է ապօրինի զենք։ Իսկ կրիմինալը գնում է առնում է ապօրինի զենք։ Այն զորամասից տարած ավտոմատը։ Ոչ մեկ խանութի զենքով երբեք չի գնում, որևէ գործ չի անում։ Դե անմիջան այդ թվերն էլ որ հնչեցրեցին 15000 զենք բան եւ այլն, ասես պետք է հասկանալ թե այդ թվերը որտեղից են առաջացել, հա։ Այդ 15000 կորած ավտոմատների մասին։ Այդ 15000 կորած զենքը 23 թվականի կորցրած կամ հանձնած զենքներ է, վստահ եմ, դա էլ է։ Մեջը իհարկե։ Իսկն մենք ունենք հա 15000 կտորի պակասորդ երևի թե, հա, վստահ չեմ որ դրա, բայց ես ինքս անձամբ տեսել եմ, թե ոնց էինք 20 թվականի պատերազմից վերադառնալուց մի հոգի չեմ տեսել, որ մեքենայի բեռնախցիկը բացեն եւ այնտեղից զենք գտնեին։ Չեմ տեսել նման բան։ Լավ են պահել։ Չէ, լավ չէին պահել, հա, մեզ կներես, մեր 3 մեքենաներ, ասենք մինչև վերջի թելը ստուգեցին, բայց ես օրինակ իմ զինակից ընկերներին արգելել էին նույնիսկ մի կրակած պարկուչ հետները հետ բերել։ Ու համոզված եմ, որ շատ այդպիսի դեպքեր են եղել։ Հա, սկզբից կամ էլի ես դուք խոսում եք, ես հիշում եմ սկզբից կամ ոստիկաններից սկսենք։ Մենք իրար հետ քարվաճառում տեսել ենք ոստիկաններին, ովքեր մեր կողքի դիրքն էին պահում, մյուս կողքի դիրքն էին պահում։ Իրանք այսօր էլ թողնված են նույն որակի, այսինքն եթե իրանց էլի տանեն պատերազմ, էլի մոտավոր նույն վիճակն է լինելու։ Իրանք էլ ունեն այդ անհրաժեշտությունը ձեռը բացելու, որտեվ ժամանակը որ գալիս է, իրանց են պարտադիր կամավոր ոչ պարտադիր լուծումներով ներքաշում են։ Իրանք հիմա ունեն ատեստացիա հանձնելու խնդիր ու իրանք գիտեն ինչի, բայց բավականին շատերը ընտրում են մեր մոտ մարզվելը, մենք է սրտանց մարզում ենք իրենց, որտեվ կարծում ենք, որ դա իրենց հիմնական հմտություններից մեկն է ու լավ կլինի, որ լավ լինի մոտները։ Բայց ոստիկանների մոտ նաև օրենքի իմացության բացրել կային, չէ՞։ Դե թևին մենք չենք կապում, այ ոչ քարվաճառում եմ տեսել այդ գիտելիքների բացը, ոչ հրաձգարանում։ Ես գիտեմ, մարդիկ հրաձգարան են գնացել իրենց մարտական զենքով, ազատ ազանի մասին չգիտեմ, բայց գնացել փորձել են գնալ հրաձգարան իրենց մարտական զենքով, իրենց կծված մարտական զենքով, կարող է զինվորական են եղել, ոստիկան չեն եղել, բայց պարզ է, քաղաքացիական հրաձգարանում միայն կարելի է մարզվել քաղաքացիական զենքով։
դրա համար այս մշակույթի տարածումը տարածումը մարտական ու քաղաքացիականը բառից բացի ոչինչ չի տարբերվում, ավելին։ Ես որ ազնիվ ասեմ, շատ նորմալ է, որ իրենք իրենց զենքով բայց մարզում են։ կրակահերթով կրակող զենքով գալ հրաձգարան, դա իհարկե չի կարելի։ Իհարկե Լավ կլներ, որ կարելի լիներ, ես չգիտեմ։ Լավ կլներ, որ կարելի լիներ այնպիսի հրաձգարան լիներ, որտեղ այո, կարելի էր կրակել։ Ավելի լավ կլներ քաղաքացիական հրաձգանին տրամադրվեր այդ զենքերը։ Օրինակ կռվին մեզ արագ պեկա տալիս են, բայց մարզվելու շանս դրանով չունենք։ Հա, բանակել տանում են 18 տարեկան տղային մի անգամից ձեռքը SVD են տալիս, բայց պիտի 21 տարեկան լերանա։ Դա հետագալի մի տարի սպասում է։ Այո, 21 տարեկան լերանա, որ քաղաքացիական զենք ստանա։ Օրենքում տենց անդրամաբանական բաներ կա, էլի, որ ինձ կտրամաբանականանա։ Ձեր հաղորդումը, որ առաջի հաղորդումը անում էիք, full ընդիր որակի չէր, չէ՞, հիմա նայում եմ հստակ պասերով իրար հետ աշխատում եք, պարապացեք։ Հիմի այդ օրենքն էլ բարդ ճանապարհ է, հա ես ժամանակ գալնում որ ես էլ եմ մեղավոր այդ օրենքի համար, համապատասխանատու պատասխանում եմ։ Այդ օրենքը ունի ճանապարհ անցնելու, ինչքան շուտ այդ ճանապարհը կանցնի, այնքան լավ։ Հիմա լիքը խոչընդոտներ ու խնդիրներ են եղել, ավելին, եթե մեր այս ազատազենական շարժումը չլիներ, հին օրենքից վատը կլիներ սա։ Որտեղ մնացած բոլոր կետերով բացի մեր արածից խանգարել է, բարդացել է միակ լավ բանը, որ գիտելիքի իման վրա թողել են նարեզունեն, հա, բայց որ մեղրիից անընդհատ պետք է գա Երևան հետ գնա, դա չեն հաշվարկել։ Դե ճանապարհին երկարատև խոչընդոտներ էլ եղան, չէ՞, երբ որ քննական կարգերը չէին հաստատվում, հրանգիչների մարզման եւ վկայական ստանալու կարգերը չէին հաստատվում, բայց վերջում ունենք այսօրեն, որ ունենք համայնք, հա, որը ամեն շաբաթ գալիս մարզվում է, ունենք մի քանի քաղաքացիական հրաձգարան, ունենք հաստատված կարգեր, ունենք օրենք, որը հիմա լրամշակման փուլում է գտնվում երևի թե, իհարկե բացերը կան։ Բայց հրաձգարանների մասը ոնց հասկանում եմ կա խնդիր։ Հələ որ շատ մեծ խնդրեմ է։ Մենք դիմել ենք, բարձ ասեմ, ու ասել ենք, տվեք մեզ ամեն մարզում տարածք մենք սարքենք, պատասխանի ենք սպասում, մարզեր կա, որ ընտիր արձագանքել են, ստարտային փուլ է, էլի։ Հստակ ասում եմ, եթե այդ որոշումը լինի, իսկ այդ հողերը կան, մենք գտնենք կմատնանշենք։ Ամեն մարզում մեկ հրաձգարան սարքվի, մեկ ոնց որ Լոռի կոմերը, մեկ Երևանում, մեկ Սյունիքում լինեն մեծ հրաձգարաններ, մնացածը փոքր լավ քննական կենտրոններ, որ հրաձգարանը քննականը ավտոմատ մենք հետը կանենք։ Իսկ եթե նաև աջակցություն լինի որոշակի զենքի ու փամփուշտի մասով էլ, կարճ ժամանակ հետո միջին հայը, միջին հարևան թշնամուց այնքան հրաձգային որակներով բարձր կլինի, որ ասելու չի լինի։ Ու այդտեղ մենք առավելություն ունենք։ Նայեք, փաստացի ես մարդ եմ, որ հաստատ 1000 մետրից հեռու հանգիստ կարում եմ կպնեմ, ապրում եմ հանգիստ, գալիս եմ, կարծիք եմ հաղորդումների ժամանակ ասում, իշխանությանը հակառակ, ընդդիմությանը հակառակ։ Լավն է մեր երկիրը համեմատած Ադրբեջանի հետ առումով։ Ու այդ գործիքը ոնց է, չէ, ասում եմ։ Հաստատ ավելի ազատ ենք։ Իրանք նավթ ունեն, մենք խելք ունենք, չէ, տես մրցենք հաղթենք, հիմա իրանք հրամանով դիպուկահարներ ունեն։ Մենք սնայպինգի ֆեդերացիա ունենք, իրանք չունեն ու դժվար է իրանց թույլ տալ, երբ որ դու դիկտատոր ես, փոքրիկ իշխանների իրանց ընկեր արմենների, արավետների հետ հերրու խփելու արվեստը խորացնեն, փամփուշտներ լցեն, փորձեն 2000, չէ 2500 մետր։ Էլ չասած դա իսկ դա Հայաստանի ժողովրդականության ճանապարհը, զինիր մերձավորիտ ինչպես ինքդ քեզ բան։ Իսկ դա մեր առավելությունն է, որտեվ մենք այդքան փող չունենք, որ դիպուկահարին ասաման քանակով մենք այդքան փող չունենք, որ քչով կռվենք։ Հա, իսկ որ ազատ թողենք ինքնուրույն մարզվեն, հաստատ ավելի որակով են լինելու, քան թե ստիպողաբար անողները։ Ու այդ լծակ էս ասում եմ հիմա այն ստուգելու համար նայողները համեթոր լսեն, էլի այդ լծակը կիրառելի լծակ է։ Էդի մեր ուժեղ կողմերից է, ոնց որ նավթին եք հակադրում խելքը, ընդեղի ստիպած հրամանով պարապելուն հակադրեք մեր գիտակցաբար կամավորաբար մարզվեն։ Հիմա 10-ից ավել հեռար զենքով ընկեր ունենք, ամեն զենքի ծախսը գիտեք, գներից բողոքում է, այդ իմ զենքի ծախսը կտրվել է կնոջիցս, երեխեքիցս, մի քիչը ձեզնից, ասենք մի հատ քիչ եմ ձեզ պատիվ տվել։ Բայց արել եմ, ավելի եմ կարևոր է։ Ու այս ամենը խթանելու շնորհիվ բանա փոխվելու։
Այդ է մեր խաղակարգը, մենք պետք է իմանանք մեր ուժեղ կողմերը զարգացնենք վերև անենք, թույլ կողմերը միձև դեմը առնենք։ Հիմա շատ հակադարձողներ կան, որ այս կռիվը էլ զենքի կռիվ չի, դրոնի կռիվ, դրոնի կռիվը, ավտոմատը հարցություն 300-400 բայց ես գիտեմ մի բան։ Իրա մոտ քեզնից արագ ստացվում։ Բայց ես գիտեմ մի բան, որ եթե ձեռդ զենք կա, ու այդ զենքի հետ վարվելու կանոնները գիտես, կռվի դաշտում ինչքան էլ վերևդ պատտվեն այդ վայրակտարներն ու հարոպները, դու հաստատ քեզ ավելի վստահ ես զգում եւ քո ընկերների վրա ես ավելի վստահ, քո ընկերներն էլ ավելի վստահ են զգում, քան եթե դու լինես բացարձակ անգրագետ այդ առումով։ Նայեք, զուգահեռ տանեմ կրոնական ուղղության հետ, սովորական հավատացող մարդն է, բարձր դասի եկեղեցիականներն է, վզից կախված խաչ են ունենում։ Այո։ Դա սիմվոլն է, որ իրանք թեմայի մեջ են։ Հիմա այս մեր գործի սիմվոլը, որ թեմայի մեջ է, հենց այդ անձնական անհատական զենքն է։ Նույնիսկ դա հենց այդպես է բանակում, կլնես սմերչի հաշվարկում, անօթաչու կիրառող թե հասարակ զինվոր, քեզ կցագրված զենք կա հրաձգային, այդ սիմվոլն է։ Դու ունես այդ սիմվոլը։ Ազատազենում մարդկա գալիս է իր ավտոմատից առաջ չի անցնում շեյով կրակելուց, մարդկա գալիս է կալիմատորը առնում, մարդկա մտածում է արդեն ոնց վառոդ արտադրի, մարդկա դրոնն է խորանում, տենում է ռուսները լարով օգտագործեցին, լարը Չինաստանից ինչ որ ձևով բերում փորձարկում, այդ մեր մոտ սաղ եղած բաներ են պատմում։ Հիմա մարդկա սովորական հավատացյալից վերև տեղի ունենում դա։ Շատերի մոտ։ Դե ես իմ տեսածին եմ պատասխանում։ Մարդկա սովորական հավատացյալն է իր լեվելը, որը շատ լավ է։ Մարդկա ընտրում է այդ ճանապարհը, դառնում է կուսակրոն, դառնում է եպիսկոպոս։ Ես էլ որ այդ շեյով գնդացիր կրակողն։ Ճանապարհը, բայց սիմվոլը սկզբից է հենց այդտեղից է, երբ որ վերցնում ես ձեռդ, ավելին դու մի քիչ մաքսիմալիստ մարդ ես, քչի տա գալի, այդում դառնում ես ռազմաարդյունաբերության ղեկավար, հետո մեկը շեյով կռվում ես էլի։ Աչա ես ի տարբերություն շատերին ես դեռ ուսանող ժամանակ զենքի արտադրությունից սիմվոլից ասում ընկեր։ Իհարկե, բայց հիմա նայ, ես այդ եմ ուզում հասկանամ։ Միջին վիճակագրական Հայաստանցում ոնց բերես դրան։ Մարդը ով առավոտը գնում է իր գործին, գալիս է ինչ որ ռուտինի խնդիրների մեջ է կենցաղի, լսում է գիտի որ հեսա կարա պատերազմ սկսի դե ասում է կանչեն վայնկամատ կտան ձեր զենք հա լիցքավոր չգիտեմ բայց դե մի բան կանեմ եւ այլ ու դու փորձում ես ես իմ վրա եմ էլի վերցնում ես փորձում եմ այդ մասայի մոտ նաեւ այս ամեն այդ խոսքը միջին վիճակագրական ոչ թե քաղաքացին է դա միջին վիճակագրական բնակիչն է որովհետեւ քաղաքացին արդեն պիտի ունենա այն գիտակցությունը որ մենք չենք կարող հա հույսներս ինչ որ մեկի վրա դնել, առավելևս հույսները դնել մեր փոքրաթիվ բանակի վրա, որովհետև այդ բանակը այսօր մեր ունեցած սահմանների եւ դիրքերի համար այնքան փոքր է, որ մենք պետք է ուզած չուզած կռվենք ազգով, ոչ թե մենակ բանակով։ Իսկ այստեղ գալիս է արդեն այն հարցը, որ ինչ դու կարող ես ինքդ անես, այսինքն ինչքան ես դու պատրաստած մարզված չես դնելու մի հատ սկզբից այդ քո ասած քաղաքացի սարքես, հետո նոր իրան այո, պետք է քաղաքացի սարքել, ես մի սկզբից քոնը ասում է փոքրաթիվ բանակը մենք էլ ենք դրա մասը, ու պետք է էլի ոնց որ մարզերու կենտրոնը չենք առանձնացնում, ուղղակի կան ակտիվ ամեն օր ծառայող հայեր ու մերպես ուրիշ գործեր անող ձեռի հետ մարզվող, բայց միշտ պատրաստ հայեր։ Առաջի գործը, որ կարևոր է արվի ու էլի լուրջ բան կփոխի, մոբի սահմանումը փոխելն է, որ դա ընդամենը առողջ մարդը չէ։ Հիմա տենց է, որ առողջ ես, պիտանի ես, ինքը մինիմալ գիտելիքներ պետք է ունենա։ Այդ ժամանակ էլ մեր լեզվա մտածողությունից է դուրս կգա բանակը եւ меньքը։ Կլինի մի հատ մենք։ Կլինի համապարփակ պաշտպանության համակարգացում, որը հա, ասենց ես արդեն իրան պատկերացնում եմ ընդեր նստած։ Միջին վիճակագրական քաղաքացու թեմային ներքաշելու տարբեր գործիքներ կան։ Տարբերակ համար 1 դու քո թիմակիցներին բերում քո անձնական զենքով մարզում ես։ Ստատիստիկա կա հստակ, թե քանի տոկոսն է հետո մարզվում իրան զենք առնում, որտեվ չի շփվի հետը։ Տարբերակ 2 գտնում ես մի հատ ընկեր, ով միայն իր տեղը չի որոշում, ասենք 10 հոգանոց թիմի ղեկավարը, 100 հոգանոց ֆիրմի ղեկավարը, ինչ որ ձևով համոզում ես, որ իրանց թիմ բիլդինգը մոտակա ոչ թե անեն բոլինգում,
այլ ձեր մոտ։ Կամ ինչ-որտեղ Չափաբնություն։ Էլի տոկոսը առաջանում, չեմ հակադրում, պրոստը այս անգամ էս փորձեք։ Այն մեթոդներով, ինչով մեր падվալի գինետոնում խմողներին Սարյանի փողոցում դարձերին սենց անող, հետո հոտ քաշող, հետո խմող, նույն մեթոդներով կարելի է մարդկանց բերել զենքի մշակույթին։ Այդ որ լավ չենք բերել, մենք կրողներով ասենք ինչ որտեղ է մեղավոր։ Ձևը կա։ Մենք տենց իրար հետ արել ենք։ Ուղղակի պետքա լավ անենք։ Ըստ է գալիս է մի հատ կետ, որ մենք կամավորներին դոստուp ունենք հասանելիություն։ Իսկ եթե մենք պետական լծակներ ունենանք կամ պետական լծակներ ունեցողները աջակցեն մեզ, դա կլինի համատարած։ Օրինակ դպրոցի ավարտացի երեխան, տղան, պարտադիր ասենք կրակի 30 հատ ավտոմատ, 10 հատ դիպուկար արարացան, այդ մոտավոր մեր ծրագրի բաներն եմ ասում, էլի խարամատ փորել սովորի, որը շատ ավելի հավես է, քան թե տարբերեի իրանից այդ կոչումները, որտեղ որ չտարբերի մի օր կգորան վրեն կտարբերի։ Մեկ էլ շարքով քայլելուց ծոնկը ուղիղ բայ ու թաթը ձգած։ Է գալիս են չէ դպրոցականների դպրոցականներին միայն հասանելիություն ունենք որոշ վճարովի դպրոցների, որոնք դա կարող են իրենց թույլ տալ։ Արդյունքները ընտիր են, ասենք ես որ նայում եմ երեխեքին, ես տես տպավորված դասի ինձ նստած ժամանակ չեմ հիշում էլի։ Տոնա իրանց համար ուղակի։ Մենք է մաքսիմալ ճիշտ ենք դա անում, որտեվ նոր շփման ժամանակ, եթե անսամ թվարվես, կարաս մոտը բան կոտրես։ Վճարովիները ասացիր, բայց կան անվճար դպրոցներ։ Անվճար դպրոցների մեր ընկերների դպրոցներն են, չէ՞, որոնք մեր բարի կամքի դրսևորումով ռազմագիտության դասատուն ընկեր ալնում, կազմակերպում ենք, բայց անսահման չենք կարող։ Բայց կա նաև իրական դպրոցը, ես հատուկ կուզեմ իրական դպրոցի մասին խոսել, որ վաղուց արդեն ավանդույթ կա, որ ավարտող ուսանողներ են, երեխա պետք չի ասել, ավարտող ուսանողներ են, զենք նվերելու ավանդույթ կա, ու շատերին գիտեմ, որ այդ զենքը աշկելուցի պես պահում են, գնում են, մարզվում են, կան բայց ֆանտաստիկ չէ կան ուսանողներ, որոնք այո իրենց զենքը ունեցել են, մարզվել են, հետո գնացել են բանակ պատերազմի են մասնակցել, բայց այս հատուկենտ օրինակները իհարկե լավ որ սրանք կան եւ սրանց մասին խոսում ենք, բայց շատ վատ է որ մենք իրենց անուններով գիտենք։ Այնքան քիչ են, որ անուններով գիտենք բոլորին, էլի։ Իսկ այդ անտիմիլիտարիզմը չի պատճառը, որ այսօր առաջաբրդվում։ Դե անտիմիլիտարիզմը խաչմերուկ ֆլան բեֆան։ Դե այդ գիտես ոնց, երևի կարելի է դրա մասին չխոսել, չմեկնաբանենք տարատեսակ զառանցանքներ, էլի։ Հա, հասկանում եմ, բայց ինքը ինչ ուզում ես արա կատ գալիս է ու ինքը իր գործանում է, էլի սկսում է այդ քարը մանշացնել։ Դե բայց չպետք է թողնենք, որ զենքի մասին զենքով հետաքրքրվողը այսպես հարց ու փորձով երևի կա առանջվի դրան, այսինքն պետք է փորձանելով հարց չի գնում։ Պետք է իրոք ընկերներ, էցի սովորական պայքար է, որը բոլոր ազգերում, երկրներում կա։ Դու քո գաղափարներն ու հավատացած տարբերակը ունես, միշտ կան մարդիկ, որոնք իրենց ունեն։ Այսօր իրենք են ուժեղ, վաղը դու ուժեղ կլինես, շատ կջանաս, շուտ ուժեղ կլինես։ Այդ պայքարը հաղթելու օրը դրա չի լինելու։ Ոնց որ մեզ թված հաղթել ենք 94-ին, հաշվարկները սխալ դուրս եկավ։ Հիմա եթե մենք իրականությունը փոխենք լրիվ գլխի վայր այսօրվա ողբալի վիճակից, մեկը ատեղել վերջ չի լինելու։ Սա պայքար է, որ հավատացողների, որոնք իրանց ուժի վրա են հույս դնում ու ինչ որ թուշս դեմ տամ լիքը խփեք, բայց բաց թողեք գնամների։ Բայց չես նորմալ է որ այդ պայքարը որ այսօր այս պարողական մտածելաձևով մասայի պարագայում ոնց որ մենք կրվում ենք։ Ես ու դու էլ ենք այդ մասայից եղել։ Դու չգիտեմ, ես եղել եմ։ Ես մինչև 16 թիվը այդ ինքը իր տունը, իր ընկերները մարդ էր հայրենիքը Արցախ 16 թվին գնացել եմ կամավոր ոչ թե հանուն Հայաստանի, այլ որ չէի տեղավորվում, որ իմ տարիքային տղան զոհվել է ինձի պաշտպանելուց, որպես հայ տենց փողոցի տղա չեմ համաձայնվել վիճակին, որ հոգուս պարտեմ, տենց եմ ժամակերպվեցի վիճակին, տեղում հասկացա, որ սպասես իմ Հայաստանն է, ինձ էլ են հեռու բայ, հա, հիմա ես կլինի օգնեմ ոմանք ապտակով չհասկանամ, ոնց որ ես եմ հասկացել, օգնում եմ, ակտիվ օգնում եմ ամեն շաբաթ կիրակի
փորձում եմ մաքսիմալ շատ մարդկանց հետ շփվեմ, ովքեր ուզում են sense մի թեթև էսկոմ գամ։ Ձեր հաղորդմանը հենց այդ նպատակով եմ եկել, որ լսեն, մի բան մոտները փոխվի, թե չէ լիքը հավես բաներ, կարելի է իրար հետ հավաքվել առանց միկրոֆոնների, ջուր չէր լինի, շեղային օրինակ։ Մի հատ sense հաց, էլի, նայ, դրսում գիտեն, որ ազատազանի նման լիքը կազմակերպություններ ներգրավում են նաև ռազմարտությունաբերության մեջ։ Ես հիշում եմ, որ մենք բոլորս ունենք երազանք, որ տարիներ հետո ինչ կայֆ կլինի, որ մեր քաղաքացիական հայկական զենքը ունենանք, փամփուշտի արտադրություն ունենանք եւ այլն, ինչպես բան արեցինք, նա սարք դիներ, որ փամփուշտը բանաներ, տենց ինչ որ ալանք։ Կգաս ցույց կտամ ինչ ենք անում այդ սարքով։ Հա, օրենքների, օրենքի սահմաններում։ Այո, չէ, օրենքի սահմաններում է։ Բայց զենք ոնց որ թե չեղավ, չէ՞։ Կար մի հատ ընկերություն։ Այդ զենքը ինչը որ հաճախ պատտվում է ինտերնետում, ես էլ եմ կրակել։ Այն բուլփափի մասն է, Այդ թիմին շատ շնորհակալ եմ, Գառնի Լեռինն էլ բուլփափն։ Դե ինքը քաղաքացիական զենք է, Ես կարծում եմ մերոնց ընտրությունը ուղղության սխալ է եղել։ Մերոնք պետք է ընտրեին քաղաքացիականից ռազմական գնալու ճանապարհը, որովհետև հիմա ինչ զենք ուզում ես արտադրի վրենգրի հայկական մենակ թե չպայթի այդ զենքը, ես մի 30 հոգի առնող գիտեմ անունի խաթր, բայց բանակը ճիշտ կանի ընդունի զենքը, եթե դա AK-12-ից լավը լինի, իսկ AK-12-ից լավ զենք դու տղեկով չես կարող արտադրես, դա փուլ պետք է մաշվի, մինիմում մի քանի օրինակ իր 10-20 հազար կրակոցը պետք է ունենա։ Մենք երազող էնտուզիաստներս պատրաստ ենք մի քիչ թանկ այդ մոդելները առնենք, այդ տղեկին պատմելու օրը ընկերներից մեկս երթված թեմը, ասենց այնտեղ կանացել ասեց, հա, ես կառնեմ ու երթված, ասեց հենց ունենանք։ Ճիշտ ճանապարհ չի ընտրվել, հենց այդ ճանապարհը փոխվի կգնա։ Ես որ շատ երկար հիմիկվա արտադրողները չանեն դա, մենք ազատազենաբար դա կսկսենք անել, մինիմում փոխելուց սկսելու ենք, որտեվ մեր հեռարձենքերի փողերը մաշվում է։ Մի օր դրա մասին կպատմենք, էլի։ Իսկ ազատազենը հարթակ է եղել տարբեր տենց փորձեր անելու կլինի մեր ընկերներից մեկի զրահը, մյուս ընկերոջ շորերը, որոնց մի մասը արդեն մեր հակինը։ Մեր չէ, մեր բանակի է, ջերմատեսիլների թեմա կա, մի շատ չխոսամ, բայց հիմա մարդկանց ասեմ էլ, մենք բաց ենք ձեր համար փորձադաշտ լինենք ու այնքան ինֆորմացիա կտանք, որ ձեր քեֆը կգա։ Մենք կարոտ ենք, որ հայ արտադրողը գա, մեր օգնության կարիքը ունենա, կետով է սահմանել ենք, դա ադալժենի չենք անում, դա մեր ռազմավարության կատարումն է լինելու, այսինքն դուք պարտք չեք մնալու մեզ։ Հասկացա, այսինքն մարդիկ բանակի համար են ստեղծել զենք, որը քաղաքացիական սարքելը զորը։ Զոր չի։ Զոր չի, ուղղակի ինքը ճանապարհն է ուրիշ։ Հա, ինքը բանակի ներկայացրել է, բանակը ասել է եղբայր։ Չէ, դա չենք ասել։ Ես ասում եմ աշխարհում ոնց է, ասենք Բարեթը սարքել է զենք, հաստատ առաջի օրինակները ուրիշ են էլ, հետո հասել են բանակի։ Չէ, Բարեթը չէ։ Բազում Բարեթը չէ։ Միանգամից։ Բարեթը ինքը սկզբից իր համար է սարքել, բանակից ելած մարդ։ Սկզբից հենց իր համար է փորձել սարքի, այո, բայց հաշվի առնելով իր մարտական փորձը, հենց մարտական փորձը։ Քաղաքացու համար է սարքի, այսինքն ինքը իր։ Դե հա, բայց դե պետք է հաշվի առնենք ամերիկյան քաղաքացիական զենքը, հա։ Բանակ, այդ Կալաշնիկովն է, որ հրամանով բանը հիթ է գրել։ Հա, Սկսում է քաղաքացուց ծրի փորձողներ ենք մենք։ Գնում է առաջ։ Բանակային զենքն է քաղաքացիական զենքից ավտոմատի ռեժիմը անջատելով է տարբերվում, գոնե Հայաստանում էլի։ Տենց է պետք է սկսել, որտեվ ըստեղ հաստատ շուկա կա, ուզող կա, փորձող կա, կարծիք տվող կա, այնտեղ դժվար է այնտեղ։ Իդեպ Թուրքիայում հենց տենց են անում։ Թուրքիայում դու նայում ես, բան են անում, շտուրմավիկ են սարքում քաղաքացիական, գրումը ասում է 5 տարի քաղաքացիականների համար օգտագործող էս զենքը ընդունվեց բանակ, այս ինչ պատրաստ դիլենյանները սկսելու են օգտագործել մենայն թուրքական արտադրության, այս ինչ։ Դե միջև քաղաքացիական ոլորտի ընդհանրապես քաղաքացիական բնակչության հետ կապված ես մի հետաքրքիր բան էլ ասեմ։ Այս վերջերս երևի անցած տարի էր, այս տարի չէր, Բելարուսում, հա, որսորդներին այսպես հատուկ պետական ծրագրով բերել սարքում էին դիպուկահարներ, հետախույզ դիպուկահարներ, հա, մարդկանց, որոնք որ այդ անտառները գիտեն, անտառներում քնելը գիտեն, հա, զենքի հետ վարվելը գիտեն։ Հիմա մենք Հայաստանում ունենք համ քաղաքացիական հրաձգան, հա, համ էլ ինչ որ չափով
աշխատող ռազմարտությունաբերության, ընդ որում պետք է ասենք, էլի, այդ բանն էլ կա։ Դեռ 90-ականներին մենք եւ դիպուկար զենք ենք սարքել, նմուշները կան եւ ավտոմատներ ենք սարքել, դրա նմուշներն էլ կան, օգտագործվել են, հա, եւ մեծ դրամաչափի դիպուկահարն ենք սարքել, իհարկե մեր բանակային ժամանակ այնպեսին չի եղել, որ կարողանա ռուսականից բացի ուրիշ բան առներ, բայց ամեն դեպքում մենք այդ զինագործության փորձը ունեցել ենք, լավ փորձ ենք ունեցել, ու այն որ այսօր կան տղերք, որոնք որ իմ կարծիքով լավ զենք են սարքել, լավ մարտական զենք են սարքել, ես այդ զենքը դեռ չգիտեմ, շատերը դրա գծագրերը չեն տեսել, ես այդ զենքը գծագիր վիճակում եմ տեսել առաջի անգամ, էլի, բայց մենք ունենք այսպիսի ունիկալ վիճակ, որ բոլորի մոտ կա ցանկություն, հա, բայց բիզնես մոդել չի, էլի, ոչ մեկ բիզնեսի ձև չի տալու գտել։ Այդ բիզնեսը կարող մենակ պետությունը անի։ Համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելով, համապատասխան ընդ որում ոչ թե այսպես հրաձգարան, որը կարող իմաստով գիժ լինի։ Չէ, բայց պիտի ստեղծի այդ իրավական դաշտը, պիտի խրախուսի։ Հիմա օրինակ ես ու իշխանը դրա մասին խոսել ենք ահագին, ինչի օրինակ եկամտահարկի վերադարձով տուն կարելի առնել, իսկ օրինակ զենք կամ հեծանիվ, իսկ օրինակ զենք չի կարելի առնել կամ հանդերձանք։ Դրան մի պատճառ կա, մենք թույլ ենք եղել։ Հեծանվորդներից էլ ես թույլ եղել, կառուցապատողներից էլ ես թույլ եղել, այո։ Դա պարզ է։ Ու կարաս ուժեղ եղի կլինի։ Բայց ես կուզեի եկամտահարկի վերադարձով զենք լսել։ Դա պարտադիր չի իհարկե։ Չէ, բայց լավ կլինի։ Բայց դե իրար կողքի ես դնում հեծանիվը եւ զենքը թոլնի քաղաքացիական եւ հանդերձանքը, հա, որ կլինի քո հակին արդեն պետք չունես գնաս հերթ կանգնես ինչ որ իրային պահեստում ստանաս նոր գնաս ճակատ, հա, ասենք պարզը թե այստեղ որն է մեր տեսանկյունից որն է անհրաժեշտություն։ Հա, ես հեծանիվն էլ ունեմ, հանդերձանքն էլ ունեմ, բայց պիտի հասկանանք որն է իրոք անհրաժեշտություն, որը ընդհանրապես հարմարություն։ Ասում եմ, սաղ չպատասխանեմ գամ երազանքներիս, էլի։ Դուք պատկերացրեք ճուպիտներդ կգա։ Հիմա նայեք, պատկերացրեք Հայաստանում կա սահմանած կարգ, որ դու մարդ ես, որ հայտարարում ես, երբ սրացում եղավ, ասենք 24 ժամվա մեջ կամ բան պատրաստ եմ ես, քեզ տալիս են չափորոշիչներ, որ պետք է համապատասխանես, դու այդ ամենը անում ես, քննությունը տալիս ես, դառնում ես օրինակ ինչ-որ մի հատ հատուկ ստորաբաժանման մոբ, որը չի նախատեսված 25-օրյա դիրքապահության համար, որի անունը դրացավ արժական հավաք, որը ունի այդ արտոնությունները, որովհետև ինքը հայտարարում է, որ ես առաջի հերթ պաշտպանն եմ, ավելին դրա պատճառով հոդվածի տակ էլ է մտնում, այսինքն եթե հանգած 24 ժամից չեկավ, հերա անիծվում է։ Էդի մեզ օրինակ լուրջ ազատություն է տալի հանգիստ մարզել դիպուկահարներ, արագ արձագանքման զինվորներ, դրոնիստներ, որոնք հետո կգնան, այդ մարդիկ են հարցնում, ասում են իրար հետ են կռիվ գնալու։ Նորմալ պատասխանը չեն, հա, որտեղ պետությունը կորոշի, իրական պատասխանը կռվի ժամանակ գնում ասում ես ընկերներով կլինի, մեզ ստորաբաժանում սարքեք, ելնում, հա, բայց ամենաէֆեկտիվը չի լինում։ Օրինակ մենք 10-ից ավել հեռահար դիպուկար հրացանով ընկեր ունենք, դա 3 գումարտակի բաժին է։ Որ 10-ով մի տեսակ լավ չի։ Հայաստանի առումով էլի կարող է մեզ հավեսել իրար հետ սնիկեր սկսվենք։ Բայց իմիջայլոց տարածքային պաշտպանության ուժերի կազմավորման տրամաբանությունը պիտի լիներ հենց այն, որ ստորաբաժանումները, այսինքն ստորաբաժանում չասենք, հա, միավորումները, գումարտակները, գնդերը եւ այլն, իրենք պետք է լինեն այսպես կվազի մշտական կազմով։ Այսինքն, չէ, բոլորը հարազատների մասին չի խոսքը։ Իհարկե կհարազատանային։ Ես Արմենին կհիշեցնեմ, մենք 23 թվականին միասին որ գնացինք վարժական հավաքի, այնտեղ այն ժամանակ մեր հետ եկած այսպես զորահավաքով զորակոչվածները, որ իրոք կանչվել էին վարժական հավաքի, վերջում հարցում են տղերք կլինի այնց անենք, որ հաջորդ անգամ ձեր հետ գնանք։ Սա նույնն է։ Որովհետև հարազատանում ես, եւ դա շատ կարեւոր է, որ դու գնաս, ասենք, Ու նաև իրանք ուզում էին ասում են մեզ վերստե դիրքը արդեն ինքը գիտի լինես ներդաշնակված ճանաչես իրար իմանաս ասենք առանձնահատկությունները մարդկանց վերջի վերջո է դրական փորձը որը որ
կուտակում այդ թեկուս 3 կամ 4 շաբաթվա ընթացքում ինքը ավելին է, քան 0-ն։ Ձեզ խոստովանություն անեմ։ Երբ որ գնացի այդ մեր մոտի 20-ի դիրքը վտանգավոր գիշերը սիրացում տեսա խփեցի, ես էլ ինչ որ մի քիչ ավելի լավ զինվորի ռեպուտացիա ունեի, չգիտես խի մերոնց մոտ, որտեղ Բաշարել էի ջերմատեսիլը ձգել իմ զենքի վրա, էդի լուրջ բաներ այն ժամանակ համարվում։ Մյուս օրը որ ռմբակոծություն եղավ, առաջի ռմբակոծությունից է շատ վախենալու էր, էլի։ Ուղղակի որ ասում է այդ ժամանակից նորմալ եմ դրսևորել, կարամ հանգիստ պատմեմ այդ մասին։ Ուղեղս ուզում էր մաման գրքի գանձի տանի տեղից, այդքան վախենալու է, դե ճոգում էի, որ մաման պետք չի գա, երկրորդ չի կարա գրքի։ Ու դրան գումարվեց, որ եթե դիրքից ելնես մահանալու շանսը կմեծանա, դա գիտելիքներ, որ սովորել էի, ու որովհետև իմ հարազատներն էին հերիք չի, մի քիչ էլ իմ հույսով էին, ասենք որ հանգարց ես խիղճանայի, իրանց շատ կվնասեի, էլի, ու այդ ոնց որ այդ գիծը աչք թեքվի թե ձախ, այդ օրը թեքվել է աչ այն պատճառով նաև, որովհետև ինձ հարազատ մարդիկ էին։ Ու ես չեմ փախե հանգիստ պատմեմ դրանից, որովհետև փախնեի նեխած տիպ է ելնելու, այդ որպես նեխած տիպի մեր երեխեքին դաստիարակի, չէ՞, հիմա կան լիքը փախածներ, այդ մաքուր հոգով կամավորներից այդ թվում, որոնք ամփորձ անընկեր ընկել են կրակը, փախեն մի ձև բանտից պրծել են, դրանով ապրում են։ Իրենք չեն ասում, չեն կիսվում, սուտ բաներ են օրինե, բայց այդ նման է նրան, որ փոքր ժամանակ քեզ նսեմ ասել են ձեն չես անե օրինակ, դա չի ելնում մարդու մեջից։ Իսկ ես այդ վիճակի մեջ չեմ, պատճառներից մեկը, որովհետև ինձ հարազատ էին։ Այդ շատ կարևոր պունկտ է։ Հա, այդ կներես իրար հետև պահելու ցանկությունն է, որ կարա քեզ շատ հետույքային իրավիճակներում հետույք բառը շատ ասեցի։ Չէ, բայց այստեղ շատ կարևոր բանի հասանք, հա, որ իրականում այդ մշտական կազմով կամ կվազի այսպես մշտական կազմով ստորաբաժանումներ ունենալը ինքը հաստատ չի վնասում, էլի։ Մյուս կողմից ես կարող եմ պնդեմ, որ դա անհրաժեշտ է, որովհետև մեկը եկավ, որ անկավ ասենք իր համար անծանոթ, լրիվ անծանոթ, բոլորը անծանոթ կլինի ինչ որ մեկը, հա, իրենից հաստատ օգուտ չկա առաջի 2 ժամը։ Հաստատ օգուտ չկա։ Ինքը լինելու է այն տղան, որը ուզենալու է այդ ռմբակոծության տակ մաման գա իրան գրքի տանի։ Արագ արձագանքելու խնդիրը կա է։ Հիմա քանի որ բան չի մնացել, մի քանի օրվա կռիվներ են, մինչև մարդկանց այդ հասցնես ընկերանաց բան, հերթական ջերմուկի էպիզոդը բրցնում է։ Պիտի այդ կազմակերպված եւ իր մշտական կազմով ընդհանուր կազմել պետք է հասկանանք, հա, հրամանատարումը, կապը եւ մնացած ամեն ինչը ներդաշնակեցումը, այսպես աչ ու ձախից ընկերոջը սիլուետը, հոտը եւ ձայնը իմանալը, հա, դա շատ կարեւոր բան է։ Այսքանով ավարտենք, շատ շնորհակալություն Իշխան ջան, որ եկար, որ մեզ հետ զրուցեցիր այս կարևոր թեմայով։ Ես կարծում եմ, որ հա տունը զենքը պետք է լինի տանած սալնարանի, տանած լվացքի մեքենայի, հայրոստացույց կարողա չունենաս պետք էլ չի, համակարգիչ, սմարթֆոն, այդպես մի բան էլի, որ խորանում ես այդ նույն գներն են էլի մեծ հաշվով, կարելի է ունենալ, պահել տանը, կրակել, տենց գոնե ամիսը մեկ անգամ վարուդի հոտ առնել, դղկոցը լսել, աչքերը թարթել այդ դղկոցից հետո աչքերը չես թարթի, այդպես։ Մերսի հրավերի համար, այն մարդիկ, ովքեր այս հաղորդումը նայելուց հետո կգան ամսի 30-ի քննությանը, մեր մոտ ամսի 30-ի քննությանը, կասեք, որ Աթալյանի ու Ավետի հաղորդումի պատճառով ենք եկել, հատուկ արտոնություններ կունենանք, ես այդ օրը քննությանը լինելու եմ, համի գտնենք ինչքան այդ ուժեղ արտոնություն է։ Իմ քննությանը չես արտոնություն են առումով չէ որ կստանաք քննությունը, այլ ինչ որ ծախսային մախսային հատվածներով էլի, չէ, մենք դա Այո, չենք լավ էլ կտրում են, կուպոն ենք, ծախսի կուպոն ենք։ Շնորհակալություն, զորած զրույցների եթերում, հաջողություն։ Զորացեք։